Այսօր ժամը 10-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է, սակայն չի բացառվում Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն ու ավելին խափանման միջոցի միջնորդություն կներկայացվի դատարան նրան կալանավորելու համար։ Ժողովուրդ օրաթերթը նաև հայտնում է, որ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է, որ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։ Աղբյուրները փոխանցել են, որ դեկտեմբերի 16-ին ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին։ Արուշանյանը չի արդարացրել ՔՊ-ի հույսերը։ Գրեթե քաղաքական կարիերա ունեցող Դավիթ Արուշանյանը հեղափոխությունից հետո բախտի բերմամբ թե պատահմամբ ընտրվել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ 2021 թվականին։ Հենց այս նույն սկզբունքով էլ Արուշանյանը նախորդ տարի 2024 թվականի դեկտեմբերին պատգամավորական մանդատը վայր է դրել ու դարձել Շիրակի մարզպետ։ Արուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, որը նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։ Հրապարակ թերթն էլ գրում է. ՔՊ-ն կարելի է ասել ողջ կազմով գրոհել է TikTok սոցիալական ցանցը։ Նախարարներից, պատգամավորներից սկսած վերջացրած համայնքապետերով, ավականու անդամներով ու շարքայիններով։ Հավանաբար հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը իրենց էլեկտորատին ուղղված։ Գաղտնիք չէ, որ TikTok-ում գերակշռում են մակերեսային նյութերը ու օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են Facebook-յան օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը։ Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը նույնպես գրանցվել է TikTok-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Facebook-ում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են կոմենտների դաշտը։ Փաստ օրաթերթը գրում է. Ի պատասխան Փաստ թերթի հարցման Մայրաթորից տեղեկացրել են, որ հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, իսկ 288-ը Սփյուռքում։ Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է։ Բանն այն է, որ ՔՊ-ական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը։ Պարզվում է բուն Հայաստանում հոգևորականների թիվը ընդամենը 327-ն է։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։